Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա պատշաճ չի համարում, հաշվի առնելով, որ միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել։ Հարցն այն է, արդյոք սա ինչ-որ արդյունք կտա, թե ոչ, ասել է Կայա Կալասը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս։ Կալասը ողջունել է խաղաղության հասնելու ԱՄՆ նախագահի ջանքերը, հավելելով, չեն տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հայտնել է, որ այս շաբաթ ամենայն հավանականությամբ կընդունվի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքը։ Նա նույնպես անդրադարձել է Բուդապեշտում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների նախատեսվող հանդիպմանը։ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ հրադադարի առանց նախապայմանների, նշել է Բարոն։ Իսկ Եվրամիության էներգետիկայի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել մինչև 2028 թվականի հունվարը փուլ առ փուլ դադարեցնել ռուսական նավթի եւ գազի ներմուծումը։ Ըստ առաջարկվող նախագծի ռուսական գազի ներմուծումը կարգելվի 2026 թվականի հունվարի 1-ից, պահպանելով գործող պայմանագրերի համար անցումային շրջանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է կանգ առնեն շփման գծում, դադարեցնեն արյունահեղությունը եւ դրանով ամեն բան ավարտեն։ Հարցին, թե ինչ պետք է լինի Դոնբասի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Թող այն կիսվի այնպես, ինչպես կա, այժմ այն բաժանված է։ Կարծում եմ դրա 78%-ն արդեն գրավված է Ռուսաստանի կողմից»։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսել ներկայիս շփման գծի հիման վրա։ Եթե ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը եւ դիվանագիտական ճանապարհով անհապաղ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները, ապա պետք է կանգ առնել այնտեղ, որտեղ այս պահին կանգնած են զինծառայողները շփման գծում, նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում։ Ուկրաինայի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել Բուդապեշտում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը զրուցել է իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ։ Նա Էմանուել Մակրոնին հայտնել է, որ այժմ ճիշտ պահն է իրավիճակը մղելու դեպի պատերազմի ավարտ, օգտվելու բոլոր հնարավորություններից եւ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։ Զելենսկին նաև հայտնել է Մակրոնի հետ մոտ ապագայում հանդիպելու պլանների մասին։ Միևնույն ժամանակ Կիևի եւ Մոսկվայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է շուրջ 60 անօդաչու թռչող սարք եւ 3 բալիստիկ հրթիռ։ Թիրախավորվել է Չեռնիգովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքը։ Խարկովի մարզում մասնավոր տանն անօդաչուի հասցրած հարվածից ընտանիք է տուժել, իսկ Կրամատորսկում բնակելի տներ են վնասվել։ Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական 7 անօդաչու խոցելու մասին։ Բելգորոդի մարզում 2 մարդ է զոհվել ԱԹՍ-ից պայթուցիկների նետման պատճառով։ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը գրեթե ամեն օր հարվածներ են հասցնում ռուսական նավթավերամշակման օբյեկտներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Կոլումբիայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու եւ երկրին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին։ Դոնալդ Թրամփը նաեւ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին մեղադրել է թմրանյութերի անօրինական շրջանառությունը ղեկավարելու համար։ Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են կոլումբիական Ապստամ խմբավորման հետ առնչություններ ունեցող նավակի։ Պետրոն հայտարարել է, որ նավակը պատկանում էր հասարակ ընտանիքի։ Նա նաեւ Թրամփի հայտարարություններն անքաղաքավարի է որակել, հավելելով ինքը գործարար չէ եւ առավել եւս թմրավաճառ։ Սեպտեմբերին Թրամփը Կոլումբիան, Աֆղանստանը, Բոլիվիան, Մյանման եւ Վենեսուելան դասել էր այն երկրների շարքին, որոնք Վաշինգտոնի պնդմամբ մեծապես ձախողել են թմրանյութերի դեմ պայքարին ուղղված համաձայնությունների իրագործումը։ Իսրայելի եւ Համասի միջև փոխադարձ հարվածներից հետո դարձյալ հրադադար է հաստատվել։ Իսրայելը հայտարարել է, որ Ռաֆահում Համասի հարվածները 2 զինծառայողի կյանք են խլել։ Պատասխան հարվածների հետևանքով շուրջ 30 պաղեստինցի է զոհվել։ Ըստ իսրայելական ուժերի հարվածներ են հասցվել հրամանատարների զինյալների թունելի եւ զենքի պահեստների ուղղությամբ։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կոշտ պատասխան կտան Համասի կողմից հրադադարի խախտումներին։ Պաղեստինյան շարժումն իր հերթին հավաստիացրել է, որ տեղյակ չէ բախումներից եւ հանձնառու է հրադադարի պահպանմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով Համասի ղեկավարությունն ամենայն հավանականությամբ ներգրավված չի եղել միջադեպերին։ Այնուամենայնիվ հրադադարի խախտումներին կտրվի համարժեք եւ կոպիտ պատասխան։ Կողմերի միջև ավելի վաղ ձեռքբերված հրադադարի առաջին փուլին համապատասխան Համասը վերադարձրել է բոլոր ողջ մնացած 20 պատանդներին, իսկ իսրայելական բանտերից ազատ է արձակվել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ։ Աճյունների փոխանակումը դեռ շարունակվում է։ Հրադադարի հաջորդ փուլերում պետք է քննարկվի Համասի զինաթափումը, Գազայի հատվածի լրացուցիչ տարածքներից իսրայելական ուժերի հետ քաշումը եւ անկլավի հետագա կառավարումը։
Սլովենիայում անցկացվում է Միջերկրական ծովի առափնյա Եվրամիության անդամ 9 երկրների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովը։ Քննարկման օրակարգում են կլիմայի փոփոխությունը, միգրացիան, էներգիան եւ իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Գագաթնաժողովին ներկա են նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը։ Պակիստանը եւ Աֆղանստանը համաձայնել են անհապաղ հրադադար հաստատել սահմանային բախումներից հետո։ Դոհայում Կատարի եւ Թուրքիայի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո կողմերը համաձայնել են դադարեցնել մարտերը եւ աշխատել տևական խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Հոկտեմբերի 25-ին պատվիրակությունների միջև եւս մեկ հանդիպում է նախատեսվում Ստամբուլում։ Մարտերը սկսվել էին հոկտեմբերի 11-ին սահմանի տարբեր հատվածներում։ Ըստ հրապարակումների Պակիստանը հարվածել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին եւ Պակտիկայի նահանգին, որտեղ Իսլամաբադի պնդմամբ գործում էին Պակիստանի ներսում հարձակումներ իրականացնող զինված խմբավորումներ։ Աֆղանստանը պատասխան հարվածներ է հասցրել միաժամանակ հերքելով, որ երկրում ապաստան է տվել զինյալների։ Երկու կողմից տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։